Չեմ էլ ուզում ասեմ, թե իրականում ինչքան հուսահատված էի, բայց այս ծաղիկները լրիվ ինձ լրիվ հակառակ ապացուցեցին, որ ես նույնիսկ ամաչեցի, որ տենց բառեր եմ ասել։ Թանկագիններս, այս ընթացքում Վահանին տարել էի մանկապարտեզ, որպեսզի հասցնեի պատրաստել տոլման։ Այն բարեհաջող վերջացրեցինք, հիմա տեղափոխվում ենք ննջասենյակ։ Այս կատարյալ լռության մեջ, քանի ունեմ ժամանակ, դիմահարդարվում եմ ինձ կարգի եմ բերում, որպեսզի Վահանի հետ գնանք պարապմունքների։ Քանի որ դրսում հաճելի եղանակ է տիրում, պատուհանի գոգին այսպիսի անկյունիկ եմ ինձ համար պատրաստել։ Սա էլ պարոն Վահան Բոյաջյանը, ով մանկապարտեզից հիմա շտապում է տուն, ոչինչ ուտել չի կարող, քանի որ լողից մոտ 2 ժամ առաջ սնունդ չի կարելի իրեն, այնպես որ գնանք շորերը փոխենք մի փոքր հանգստանա ու վազենք լողի։ Դե իցի։ Ինչ անում? Ծիծաղում։ Գուշ, ես անգնելու է։
գնացինք։ Վահանջերի մեջ որ ենք երդի կրանի վրա։ Երջանիկ անսահման։ Վահանը լողից դուրս է եկել, անսահման սոված ու ինչպես հասկացաք իր խելոք նստելու դիրքից շատ հոգնած սպասում է իր ֆրիին, որպեսզի վայելի ու նոր գնանք տուն։ Նայ վահը մաման դելա, դու ստեղ նայ, ստեղ նայ։ Թանկագիններս, քանի որ ես ցենց շատ արագ վազքի մեջ առավոտյան արթնացել եմ, զբաղված եմ տան ընդհանուր ուտելիք պատրաստելով եւ այլն, ես նախաճաշ չէի հասցրել անել դեռ եւ ու հիմա եմ նախաճաշ անում։ Հիմա ցես գտամ թե ինչպիսի հավես սեղան եմ ինքս ինձ համար գցել։ Ուրեմն շատ վատ կեղևազատած ձու։ Մինչ Վահանը պարապմունք էր, ես արագ մտա խանութ ու դուրս եկա այսպիսի կանաչիներ, թարխուն եւ կանաչ սող։ Այդ բրդուճի մեջ ավելացնելու եմ նաեւ մի փոքր կաթնաշոր, անսահման շատ եմ սիրում, կարելի ասել աղի փոխարեն կաթնաշորն ա լինում եւ լավաշ, բայց կծիծաղեք հիմա իմ վրա։ Սև։ Ձուն հրաշալի ա, որ մեջը սենց ա եղել։ Տեսեք, այսենց թեքությամբ եմ դնում, հացի մեջ այսենց թեքությամբ։ Մի քիչ դնում եմ կաթնաշոր։ Կանաչիներ։ Եվ այս տակից փակում եմ այս երկու կողքերից եւս ու ստացվում է բուտերբրոդ կարելի ասել։ Այսենց, այսպիսի բուտերբրոդ է ստացվում։ Ստամոքսս չի հավատում, որ վերջապես նախաճաշում է։ Եվ այս նախաճաշը լիարժեք դարձնելու համար պարտադիր թեյ։ Առոնչակար ուղղակի sense թեյ։ Հաց եմ ուտում։ Ինձ պետքա ոչ մեկ ընդհանրապես չխանգարի։ Ոչ մեկի ձայնը չլսվի, ցանկալի պատկերը չերևա։ Մի խոսքով, ես սիրում եմ մենակ լռության մեջ, sense լուր կատարել, լուր հեռախոս բան անջատած։ Լավագույն դեպքում սիրում եմ երաժշտություն միացնել, պարզապես հիմա նկարում եմ հեռախոսով դրա համար, բայց շատ եմ սիրում, երբ որ ես լռության մեջ եմ սնվում, թեկուզ եթե դա ընդամենը այս մեկ ձուն է, ոնց չի որ ես ինչ եմ նախաճաշում, բայց դա sense լռության մեջ եմ նախաճաշում ու ամեն մթերքը որ օգտագործում sense գալով, հասկանալով,
Ինձ թվում էր, թե դա ինչ-որ խնդիրը իմ հետ է կապված։ Ես սիրում եմ մենակ, ես սիրում եմ լուր, սիրում եմ հանգիստ, սիրում եմ քիչ մարդ, ավելի կոնկրետ ընդհանրապես չմարդ։ Մի խոսքով sense, բայց վերջերս մի հոգեբան բացատրեց, որ դա իրականում շատ էժն է բնորոշ հատկապես մայրիկների մոտ, որովհետև այդ այն պահն է, որ մենք բոլորս էլ գիտենք, հա, որ մարդ ուտելիքից սննդամթերքից հաճույք է ստանում։ Այդ այն պահն է, որ մաման ասած բոլորի պահանջները կատարել է, ու ինքը վերջապես մնացել է ինքը մենակով իր ուտելիքի հետ, եւ դա բնորոշ է շատ մամաներին։ Ինքը ամեն ինչ կարծին է։ Ժողովուրդ, ուրեմն չեք պատկերացնի հիմա ինչ է եղել, ասենց ավոր ասենց էմոցիոնալ բուրըն վիճակի մեջ եմ, համ հուզմունք, ուրախություն, ամեն ինչ ասենց խառնվել է իրար։ Այս միկրոֆոնս էլ արդեն հուզվել, մի վայրկյան։ Շատ դժվար սկսվեց իմ օրը, ու այն օրերից էր, այն որ չդիմացա ու սկսեցի լացել։ Ոնց ասեմ, ասենց էմոցիոնալ է շատ վիճակս։ Ու այդ պահին հենց ես նեղված եմ ահավոր ու ինքս իմ հետ խոսում եմ Աստծո հետ, հարց պատասխաններ եմ տալիս, փորձում եմ ինչուները գտնել այդ ամեն ինչի ու ես միշտ երբ որ Աստծուն ինչ որ հարց եմ ուղղում, ինքը իմ հետ միշտ տարբեր երևույթների միջոցով մտնում է երկխոսության մեջ, անկեղծ եմ ասում, ու միշտ ինձ իմ տեղը ճիշտ ցույց է տալիս։ Այս անգամ պատկերացրեք մի հատ ահավոր ասած Վահանին տարամանկապարտեզ եկա ու այսպես էմոցիաները ասած բում վիճակի մեջ։ Ու այդ պահին մտնում եմ սենց դեռ արցունքոտ աչքերով Instagram թերթում եմ էլի սթորիները մարդկանց եւ ինձ դուրս է գալիս իմ բարեկամուհիներից մեկի սթորին, ավելի ճիշտ Անդրանիկի բարեկամուհին է, դե քանի որ մենք էլ այրուկին մի մարմին ենք, դարձավ արդեն իմ բարեկամուհին էլ, ու մեծ շատ մտերիմ հարաբերությունների մեջ ենք։ Ու ես պատասխանում եմ զուտ իր սթորիին, ուղղակի իր հրապարակած մասնագիտական սթորիին պատասխանում եմ, ու ինքը մի անգամից ինձ գրում է, որ ասում է, որ նկատել է, որ ես մի տեսակ пассив եմ դարձել համացանցում, ավելի լուռ եմ, մի բան ինչ ա եղել։ Իմ համար այդ պահը շատ զարմանալի էր, որովհետև շատ ավելի մտերիմ եւ մոտ մարդիկ այդքան չեն նկատել, ինչքան որ այս մարդը։ Ու ես էլ տենց մի քիչ կիսվեցի իր հետ, ասաց, որ ինքը իմ համար անակնկալ ունի։ Այդ պահին ես չկարողացա ընդունել այդ անակնկալը, քանի որ Վահանին պետք է տաների պարապմունքների գնացինք, հետ եկանք մի խոսքով, ու անակնկալը ուղարկում է ինչ։ Այսինքն շքեղ ծաղիկներ։ Երթվում եմ, ասենք, հələ մի հատ նայեք, էլի։ Բոյ է ծաղիկները, ես բազմիցս ասել եմ ու նորից եմ ասում, իմ համար ամբողջ երկրագնդի նվերները մի կողմի վրա են, ծաղիկները մի կողմ, այդ այնքան եմ ասել, արդեն եմ որ եթե մարդ կա ով մեջ շփումա չգիտեմ ինչ ասեմ, ու այս ինչ էմոցիաներ անկեղծ եմ ասում, այս շքեղ, չքնաղ ծաղիկները եւ քաղցրավենիք, որդիկ Այն էլ ինչ տորտիկը մի հատ եկեք տեսեք։ Այ այսպիսի իր Instagram-յան էջի հղումը կտեղադրեմ այս տեսանյութի մեկնաբանության բաժնում կամ եթե հանկարծ մեկնաբանության բաժնում երբեմն լինում է չի թողնում հղումը ակտիվ մնա, նկարագրության բաժնում կդնեմ այդ դեպքում։ Ուրեմն Միլենան ունի մի շարք մասնագիտություններ եւ բոլորին տիրապետում է հրաշալի, բայց այն մասնագիտությունը, որ ուզում շեշտեմ, որովհետեւ վստահ եմ, որ շատերիդ կարող է պետք գա, սննդաբան է եւ ուղղակի մի քանի օրով դիետա պահած եւ իրեն սննդաբան հրճակած այդ մասնագետներից չի։ Մարդը դիպլոմավորված, շատ ցնցող արդյունքներ գրանցած մասնագետ է եւ ամենաառաջին հերթին այն ինչ ինքը ասում է, հորդորում է իր աշակերտներին, այսպես եթե ասենք, այդ ամեն ինչի միջով ինքը անցել եւ դեռ շարունակում է անցնել։ Այսինքն մենակ ուղակի ճար չի ասում, հետո էլ ասում է զանգնել դուք կախեք էլ, այսպես ասած, չէ, երկուսն էլ միաժամանակ անում է, իր փորձի վրա ցույց է տալիս, շատ ոգևորում, շատ մոտիվացում է, եթե իրոք իսկապես մի օր որոշեք ձեր ամբողջ համարձակությունը հավաքեք ու ձեր քաշը նիհարեցնեք, ինչու ոչ, նաև ավելացնեք, մարդիկ կան, ովքեր քաշ ավելացնելու խնդիր ունեն, կամ պարզապես անցնեք առողջ սնունդին, միանշանակ կարող եք դիմել իրեն եւ չեք փոշմանի։ Միլեն ջան, շատ շնորհակալ եմ, անսահման շնորհակալ եմ։ Իրականում կարող է քո կողմից սա ուղղակի քայլեր մտածելը, որ դու ինձ թեթև կուրախացնես, բայց բացի այն, որ նպատակին ծառայեց այս անակնկալը, ես իրոք ահա որ համուրախ եմ, համոզված եմ, շփոթված, նաև սա պատասխաններ այսօրվա իմ տված հարցերին, ասում որ չեմ էլ ուզում ասեմ, թե իրականում
ինչքան հուսահատված էի, բայց այս ծաղիկները լրիվ ինձ լրիվ հակառակ ապացուցեցին, որ ես նույնիսկ ամաչեցի, որ տենց բառեր եմ ասել, դրա համար էլ դու այսօր ոնց որ Աստված քո ձեռքով ինձ հասկացրեց, որ ես իրականում շատ սխալվում եմ։ Քեզ անսահման շնորհակալ եմ, ապրես դու, որ այդքան լավ մարդ ես։ Շքեղություն է։ Այս խմորեղենը իմիջայլոց Միլենան ասաց, որ այն բաց հարձակ շաքար չի պարունակում, դա արդեն բարձ է մասնագիտական մոտեցում է ցուցաբերում։ Հիմա թանկագիններս տեղավորեմ ես սիրուն ծաղիկները։ Վահանը գնում գալի հոտա քաշում։ Եկավ տեսավ այս ծաղիկները ասում է սումասայցի։ Սպասել եմ մի քիչ էմոցիաներս հանդարտվել են նոր Միլենային նամակ, ձայնային նամակ էլի։ Գրել եմ, ուղարկել եմ, որ կարողանամ իմ էմոցիաները ճիշտ էլի փոխանցել, ոչ թե ուղղակի ղժոց ճճոց լինի, աղմուկ աղաղակ լինի, այսպես ասած։ Հա, նկարել եմ ուղարկեմ Անդոյին, տատ։ Խափեմ ասեմ Անդոյին իմ, ինչ են ասում, երկրպագուներն են ուղարկել։ Չի հավատա է ես։